Եթե խոսում ենք մեր հանրապետությունում եղած երկակի ստանդարտների մասին, ապա այդ երկակի ստանդարտների մասին ես ինքս եմ խոսել եւ հատուկ զգուշացրել եմ, որ նաեւ պետական իշխանության, իրավապահ մարմինների դիտանկյունից, ընդհանրապես պետական մարմինների դիտանկյունից մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խուսափենք երկակի ստանդարտներից, մինչդեռ մենք ունեցել ենք եւ այսօր էլ միանշանակ ունենք երկակի ստանդարտներ, այդ թվում պետական իշխանության մարմինների կողմից իրականացվող գործընթացի շրջանակներում, բայց զավեշտալին այն է, որ այդ երկակի ստանդարտներ մենք ունենք ամեն տեղ եւ նույնիսկ օրինակ, հա, մարդիկ բարձրաձայնում են բռնության որևէ դեպքի մասին, այսինքն շատ դատապարտելի բան է, հա, տեղի ունենում որևէ մեկի նկատմամբ բռնություն է գործադրվում, մարդիկ սկսում են դա քննադատել, ես ինքս եմ քննադատում եւ դա շատ դատապարտելի եմ համարում, բայց զավեշտալին այն է, որ բռնության դեպքերը քննադատում են այն մարդիկ, ովքեր հենց այդ նույն պահին, օրինակ, առցանց բռնություն են կազմակերպում մեկ այլ մարդու նկատմամբ։ Այսինքն շատ հստակ մի շարք դեպքերում հրապարակային, մի շարք դեպքերում քողարկված եղանակով մարդը այսօր, երեք առցանց բռնություն է կազմակերպել կամ իրականացրել մեկ այլ մարդու նկատմամբ եւ ինքը այսօր քննադատում է բռնությունը։ Հետեւաբար այստեղ երևի թե ամենակարևոր հանգամանքին է պետք անդրադարձ կատարել։ Իրականում, եթե մենք ուզում ենք չունենալ երկակի ստանդարտներ, հատկապես բռնության հարցերի հետ կապված, մենք պետք է կոտրենք այդ շղթան, հա, այսինքն բռնության շղթան պիտի կոտրվի եւ երկակի ստանդարտների շղթան պիտի կոտրվի, բայց դա պետք է արվի։ Ոչ թե այն տրամաբանությամբ, որ եթե ես եմ բռնությունը կազմակերպում, ընդ որում կապ չունի բռնության ինչ տեսակ կլինի ֆիզիկական բռնություն, առցանց բռնություն, կիբերբուլինգ, հոգեբանական բռնություն եւ այլն։ Եթե ես եմ դա կազմակերպում, դա նորմալ է, եթե ես չեմ կազմակերպում, դա շատ վատ է, կամ հակառակը, եթե դա տեղի է ունեցել իմ ընկերոջ նկատմամբ, դա շատ վատ է, բայց ես հանգիստ կարող եմ այսօր գնալ եւ կազմակերպել մեկ այլ մարդու նկատմամբ բռնություն եւ դա նորմալ կլինի։ Մենք պետք է շղթան կոտրենք, որովհետեւ ես նույնիսկ միշտ երիտասարդներին եմ ասում, երբ որ փորձում եմ իրենց բացատրել, հա, հասկացնել թե ինչու է բռնությունը վատ, որովհետեւ շատերին թվում է, որ եթե իրենք այս պահին ուժեղ են, հատկապես երեխաներին, երիտասարդներին, իրենց թվում է ուժեղ են, դե այս պահին կարողանում են բռնության միջոցով ինչ-որ մի բանի հասնել, նշանակում է դա շատ լավ բան է։ Հիմնական ասելիքս միշտ այն է լինում, որ բռնության շղթան ինքը անվերջ շղթա է, ինչու, որովհետև մի հարաբերությունում դու ուժեղ ես, բռնություն կիրառող ես, մեկ այլ հարաբերությունում դու դառնում ես ավելի թույլ եւ դու ես դառնում բռնության զոհ, հետեւաբար յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ եթե այդ շղթան ինքնին չի կոտրվում, այդ շղթան մշտապես շարունակվելու է։ Հետևաբար այս դիտանկյունից ես կարծում եմ մեր աներիքները շատ են, բայց աներիքները ոչ թե այնպիսին են, որ այ եկեք մեր յուրայինների հետ կապված այս հարցերը հələ տեսնենք ոնց ենք լուծում, եթե մեր յուրայինն է, ուրեմն իր համար կարող ենք նույնիսկ բռնության դիմել, եթե մեր յուրայինը չէ, մենք պետք է քննադատենք, չէ, մենք պետք է երևույթներին անդրադառնանք եւ հենց տեսնում եմ այս ձևաչափով մարդու իրավունքների պաշտպանի եւ պաշտպանի հաստատության գործունեությունը, որ կարողանաս ստանդարտների մասին խոսել, իրավիճակները ներկայացնել, ինչպես պիտի ճիշտ լինի, ոչ թե այ եթե այս մարդու հետ կապված է մի հատ եկեք քննադատենք, եթե մյուսի հետ կապված է չքննադատենք, ոչ, ստանդարտները բոլորի համար նույնը պետք է լինեն եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խուսափենք երկակի ստանդարտներից։